Բարև մեր ժողովրդին, բարին լինի, բարիք լինի, խաղաղություն լինի, արևը միշտ դուրս է գալիս, ու այդ արևը բոլորս պետքա զգանք, արևի ջերմությունը մենք պետքա զգանք, որտև ինքը ջերմացնում է, բոլորիս վրա նույնն է, բոլորիս վրա մեկն արևը, արեգակը, բայց մարդկա չի զգում, մարդ էլ կա, անձրև գալիս է, բողոքում է, ձյուն է գալիս, բողոքում է, արև է դուրս է գալի, բողոքում է, մառախուղ է լինում, բողոքում է, ու տենց շատացել են հիմա նման մարդիկ, ինչ պետք է անենք, ու տարիքն էլ առած են լինում, երեխեք այդքան չեն բողոքում, բայց ծնողներն այնքան շատ են բողոքում, որ այդ երեխեն էլ արդեն թթվում, մանկապարտեզում գնում խռովում է, այնտեղ կողքը լինում են աշխույժ երեխաներ, ինքը գլուխը կախած է, որտև իր տանը մաման պապան իրան լավ չեն պահում, իրենց, շատ երեխեք տատիկների մոտ են գնում, որտև տատիկները ջերմություն են տալիս, բայց տատիկները էլ կան ահավոր են, ես և նա եմ ասում, որտև մեր ժողովրդի մեջ երկուսն էլ կա, ու հավասար է, այնպես չի, որ շատ ու քիչ է, որտև այդ եղջյուրը 50-50 է, մենք ունենք 50 հրաշալի ժողովուրդ, ունենք 50% տականքներ, նզովվածներ, որոնց բերանը միայն աղտ է, պարզապես են վատ 50-ը այնքան շատ է, բարձր է իր բղավոցը, ոչ թե իրանք են շատ, բղավոցը այնքան բարձր է, որ են լավը ձեն չի հանում, բայց հիմա քանի որ սատուր մոլորակը խոյում է, հիմա բոլորին խորհրդատրվում ձեր իրավունքները պահեք, ստրկական վիճակից դուրս եկեք և պետության մասին է դա խոսքը, ու ուրիշի դուտուկի տակ մի պարեք, այդ լինի կին թե ամուսին, կին ամուսին հարկավոր չի իրանց եսերը գոռան նեգոնցյուս տան, այնտեղ այլ զրուցել է հարկավոր, որպես իրար հասկանան, եթե ամուսնացել են ընտանիք են ստեղծում, ու աշխատում են իրանց երեխաների համար, ուրեմն պետք է զիջողություն լինի, այդ զիջողությունը երկուսի կողմից էլ է, ու շատ լավ կլինի, եթե ընտանիքում հումորներ լինի, հումորները ամեն ինչը փրկում է, ամեն ինչի ինչպես Լենինականին ու շատ եմ դա ասել, հումորը ամեն ինչ է փրկում, այն մարդը, որ հումոր չունի, չարժի իր այդ բառ անգամ փոխանակել, այն մարդու դեմքին, որ ժպիտ չկա, չարժե այդ մարդու կողքը կանգնել, իր բացասականը քո վրա է ազդել, ու դա հենց շղթայով գնում է, ու հիմա այս իմ խոսքի վրա կասել, ինչպես չտխրեմ, ինչպես, բա որ է սենց, էլի անցնում են այն զոհերին, բոլորիս վրա էլ այդ զոհերը ազդել է, բոլորս էլ ամեն ինչը գիտենք, անցել է 8 տարի, Եղեռնից էլ ինչքան էլ անցել է, երկրաշարժից էլ բավականին անցել է, առաջվա պատերազմից էլ բավականին անցել է, 91-2 թվական, հասկացանք այդքան չի կարելի, սքալ, չի կարելի, ամեն մարդու վիշտը իր մեջ է, ու սքալով, սև շորեր հագնելով, բողոքելով, լացելով, սրան նրան անեծելով, փնովելով, մենք են անցյալը հետ չենք բերի, ընդհակառակը իրանց համար ավելի վատ է լինում, եթե մի քիչ հոգիների մասին բան կարդաք ննջեցալները, մի քիչ ուշադիր կհասկանաք, որ չի կարելի, ոչ մի վատ բան չի կարելի, իրանք երեխեք ընդեղ իրանք շատ վատ են զգում, ես շատ եմ ուսումնասիրել, ուղղակի ինձ համար շատ ցավոտ թեմա է, դրա համար չեմ ուզում այդ հարցը բարձրացնեմ, ուղղակի մի բառով կասեմ, եկեք հանգիստ թողնենք մեր բոլոր ննջեցալներին, ու իրանցից ոչ խնդրում, էդ էլ կասում է, խնդրի ինքը քեզ կօգնի, այդ հոգին է, չի օգնում, թող հոգին խաղաղության մեջ լինի, որ ես այլանդակ ապականված երկրից գնացին իրանք ընտեղ խաղաղի, Տերը գիտեն տեղ աստիճաններ կան, ում որտեղ ինչ կտանի, այդ թեման չեմ ուզում խոսեմ, որտև էլ եմ ասում, ննջեցալները յուրաքանչյուր թեմա ին վրա ազդում է, շատ ազդում է, իմ համար դա շատ խոցել է, ես ուզում եմ, որ մեր Հայաստանը շատ լավ ապրի, մեր ժողովուրդը ուրախ լինի, չխաբնվի ոչ մեկի կողմից,
Ստրուկ չլինի ոչ մեկի կողմից, ոչ մեկի կոմոտիկի հետ, ստրուկ մի եղեք, ձեր եսը պահեք, ձեր իրավունքը պահեք, ձեր ագրեսիան վերջացրեք, հարց տվեք, ինչու է մահերը շատացել հատկապես երիտասարդ տղաների մոտ, էլ չեն դիմանում, տղամարդը թույլ է այս աշխարհում, շատ եմ կրկնել այդ բանը, ինքը թույլ է, ինքը շուտ է գնում այս աշխարհից, հիմա առավել ևս 42-ից 49 տարեկան, սաղմից դուրս եկած վիճակն է, իրանք շատ թույլ է, հանգիստ թողեք տղամարդկանց, ինձ այս վերջերս շատ հարց տվեցին, հատկապես այս քանի օրն էլ, որ ինչու են այսքան մահանում 40-ից հետո տղաները, հիմա զայրացած եմ ասում, չնայած այս թեման պահել է, որ իմ էջում խոսեմ, բայց հիմա կասեմ, ընդեղ էլ կասեմ, շատ է մեր ժողովրդի մեջ կախարդներին դիմելը թուղթուգրեր անելը, շատ է, ամեն երկրորդ դա է անում, ազգը կործանում եք դուք դրանով, պատերազմից բեթեր ասա, տղամարդիկ այդ թուղթուգրերի հետևանքով գնում են, ծնողը, կինը, քույրը, սիրուհին, չգիտեմ, տղամարդիկ նույնպես իրանք էլ են գնում տալիս, ասում են մի հատ սենց բաներ արա, արեստական ինչ-որ բաներ են ուզում ստեղծեն, ծնողներ կանանում են, կանայք կանանում են, որ իր ամուսնու համար լավ լինի, դա էլ մի արեք, չի կարելի, մի արեք, մեր հայերին դա չի կարելի, մենք երկրի աղն ենք, ռուսը թողանի, թաթարը թողանի, պարսիկը, թուրքը, հրեան, մեզ դա չի կարելի, մեզ հոշոտում են ամեն կողմից, լույսը բացում է սաղմոս ասեք, ես չգիտեմ արդեն, ինձ էլ ենքան են դիմում ու պարզապես ես որ եթերներից ասում եմ, ես թուղթուգրեր եմ, օգության հետ գործ չունեմ, արդեն լռվել են, առաջ շատ էին ասում, մի արեք այտենց բաներ, ձեր տղամարդիկ շուտ կգնան, ձեր տղաները շուտ կգնան, կյանքում դժվարություններ անցած մարդուն դժվար է հաղթել, մարդը ինքն է իրեն պատժում իր սխալ ապրելուց, սերը ջերմություն է, կրակ, առանց գիտության կրոնն էլ թույլ է, այստեղ կրոն ու հավատքը եկեղեցին էլ ընդհանրապես, ես չեմ ուզում տարբերեմ քրիստոնեական, են մյուս կրոնները, մերի մասին խոսեմ, մեր հայերի մասին եմ ուզում խոսեմ, շատ եկեղեցին մեր մարդկանց բթացնում է, շատ է բթացնում, վախի մեջ է պահում, Աստված, ինձ գրում են, ես աստվածավախ մարդ եմ, Աստծուց մի վախեցի, Աստծուց մի խաբից վախեցի, դա քո հերն է, ասա Աստվածասերը, սիրի Աստծուն, անպայման կստանաս այդ ջերմություն, Աստծուն ոչ մեկ չի տեսել, այդ մի հրեղեն գունդ է, եթե նայում ես, զգում ես, քեզ այրում է, դա սերն է, որ ինքը փչել է, շնչել է օդը, թթվածին է, որ մենք եկել ենք այս աշխարհ։ Հայաստանի համար, որ ասում են, վայ, հիմա կործանման կգնա, հիմա պատերազմ, հիմա հողեր, հանեք ձեր մտքից, դա այդպես բան չի լինելու։ Արմանի հետ էլ մենք ստեղ անցած անգամ խոսեցինք, որ դեռ բավականի մեր հողերից հետա գալու դեռ ավելին։ Մի քիչ ժամանակ է պետք։ Այն ժամանակը կլրանա, երբ որ այս աղտը լրիվ կմաքրվի։ Թե չէ նորից նորը կրկնվելու է։ Այս բաները, որ հիմա կա, այդ երկրաշարժը, ջրհեղեղը, որ լինում է երկնային աղետները, դա հենց այնպես չի։ Հիվանդությունները հենց այնպես չի, կորոնան հենց այնպես չի, թթվածինի, քթանցքի հետ կապված, կապ ու կորսրած վերևի հետ, որ տեսեք այդ կորոնայի ժամանակ ինչքան հանգիստ, մանկու ծտերը ծլվելում էին, կանաչու լավ փարթամ եղավ, որտեղ դրսում մարդ չկար, կեղտոտ բաներ չկային։ Էլի պետք է լինի այդպես բան, էլի պետք է լինի, դա մեզանից է գալի, եթե դուք ձեր ուղեղները մաքրեք, իրար սիրեք, ինչ եք ամուսնանում, որ իրար չպետք է սիրեք, դեռ չամուսնացած, ես քո մամայի չեմ ապրելու, իսկ ինչ գիտես իր մաման ինչ տեսակ է, չէ որ իր մաման այդ տղային բերել է տվել է քեզ, հələ գնամ 3 տար այնտեղ հարցնություն արա, մի հատ կեսրարի թարգ է գնահատի, որ ինքը ներս է մտնում, դու ոտքի կանգնես, ոչ թե փռվես հեռախոսի մեջ մտնես,
մի հատ քեզ այնտեղ հարսի նման պահի, հայավարի պահի, որ մենք հայ ենք, մենք հայ ինչ տավել որ հայ ես։ Ռուսը մարդ չի, ուզբեկը, ղազախը, ուկրաինացին մարդ չեն, այնտեղ էլ կա սովորություն, այնտեղ էլ նամուս կա, բայց քանի որ աշխարհը հիմա սերված է, ամեն ինչ դուրս եկել ջրերես։ Երբ որ այդ մայրը կեսուրը կզգա, որ դու լիրավետան հարսնացուն ես, դա 3-ից 5 տարի է, հանգից ուզում ես գնա առանձին ապրի, ինչ ուզում ես արա։ Դուք մի բան հասկացեք, հարսիկներ, եթե ձեր կեսուրը կամ կեսրարը մի ժամ էլ ձեր երեխային պահեց, դա քեզ շատ մեծ օգնություն է, բայց հարկավոր չի դայակներ բերել, դայակը սեր չի տալիս, դայակը գալիս է փող աշխատել, դու պահի, առաջ որ դայակներ չեղել ոնց է եղել, այն հին թագավորական ընտանիքներում, որտեղ հարուստ հիմա էլ մոդա է, չէ, քաղքին ենք, մենք ահավոր քաղքին ենք, այդ կինը հարսը չի աշխատում, բայց դայակ է պահում, տուն մաքրողն ուրիշ է, ճաշը փողն ուրիշ է, երեխուն խնպա, դու ինչ ես անում, այդ երեխեքը շատ սառն են մեծանում, անժպիտ են մեծանում, ու նույն բան էլ ընդեղ է շարունակվում, ու հիվանդոտ երեխաներ են ունենում։ Ալո, լսում, բարև ձեզ, ասեք ձեր հուզող հարցը։ Շնորհակալություն նորից կապի դուրս գալու համար, Խնդրեմ։ ես հարցը թողնիկից մասին։ Մենք էլ ենք շնորհակալ, որ գնահատել եք ու նորից զանգ եք տալիս։ Շատ գնահատում եմ, ես դա թեմա չի, ես չեմ ադավերով արտահայտել, խոսքը վերաբերվում է 15 տարեկան թողնիկի տղա երեխայա։ Ինքը մեջը շատ մեծ վախում է։ Իրա տարեթիվ ամսաթիվ ասեք։ Հա, հիմա մի անգամից ձեզ ասում եմ, իր աղիները տվեք ստուգել։ Ինչ։ Աղիները, ճճուն է տղան։ Հա։ Անպայման։ Հիմա մի րոպե նայում եմ։ Ճիշտ եմ ասել, հես աստեղ երևաց է տամ։ Անհանգիստ քուն ունի ինքը։ Այո, շատ անհանգիստ քուն ունի ու շատ մեծ վախ։ Մենակ ոչ միտեղ չի գնում 15 տարեկան տղա երեխայա։ Ոչ անգամ ցերեկով ինքը վախենում է հեռու գնա։ Հա, այդ կանցնի, սրան կանցնի։ Մի հատ աղիները ստուգել տվեք, Աստղիկ ջան։ Այդ ճճուների համար հատկապես անալիզը ընդեղ 2 հատ են տալ, 2 ցև կա, հիմա եթերով չեմ կարում դա ասեմ։ Մի խոսքով, այնքան որ ճճուների համար անալիզ ճշմարտություն անեք, 1 ինքը պետք է լինի հասարակության մեջ, շրջապատի մեջ եւ անպայման սպորտի գնա կամ արվեստի։ Կամ սպորտ կամ արվեստ, որտեղ երկուսն էլ իր մոտ կա։ Ինքը իր հասակակիցները չի շփվի։ Ահա, ճիշտ է։ Չի սիրում։ Իսկ իր պապայի հետ ինքը խնդիրներ չունի, բայց շատ սառն են։ Մի րոպե, որտեղ պապան մաման են սառը։ Կարիչ կա, ով է կարիչը ձեզ մոտ։ Ես հենց չգիտեմ իրանց ամիսը մաման պապայի ամիս ամսաթիվերն ասեմ, ես չգիտեմ։ Պապան ձեր տղայի տղան է։ Չէ, աղջկանը ստարթողնի։ Բա փեսայի ամիսը չգիտեք։ Իսկ մաման։ Չէ, ինքը մամա է, իսկական մամա է, տան մամա է, տան կնիկա ոնց որ ասում են։ Ծնողը, սենց ասեմ, բայց պապայի դժվար է։ Դժվար է։ Շատ դժվար է, ինքը եւ կարիչ, եւ կշերք։ Այդ նշանի տակ է ու իր տղայի վրա ինքը ազդում է։ Այս տղայի մոտ շատ հետաքրքիր զարմանալի բան է, շնորհ ունի, շնորհ։ Ինչ շատ մեծ շնորհ ունի, բայց իր տղա երեխի նկատմամբ սառն է, ես շատ մեծ Հա, իր էությունն է այտենց։ Հա։ Այդ ձեր փեսու էությունը այդպես է։ Այս երեխու մոտ սենց է ցույց տալիս, ինչի համար է իր մոտ խնդիրներ, անկախ նրանից վախ կլինի թե ոչ, որտեղ անձնականին էլ է վերաբերվում, գալիս է իր ընտանիքից։ Իր խնդիրները այս տղայի ընդհանրապես կյանքում, հատկապես մինչև 22 տարեկան, իր ընտանիքից է, որտեղ իր մոտ կա արգելքներ, խոչընդոտներ, այտենց եղել է փոքրուց, ու վախերի մեջն է, ինքը գիտի, եթե ես հիմա մի բան վերցնեմ, մի տեղ տնեմ, սխալ է լինելու։
Այո, տենքսես։ Որտեվ անտա դու սխալ ես։ Բա որ մի օր է գլուխն առնի փախնի տնից։ Այդ կաշկանդվածությունը անընդհատ կա տիկին վիշավ եւ դրա համար մեծ ցավ է ապրում ուզում եմ դեր խորհուրդ լսեն փորձեմ իրավաբան Հիմա ես Աստղիկ ջան լսեք ինձ խնդրում եմ ըստեղ կա ելքը ամեն ինչի ելքը կա ամեն ինչի կյանքում միշտ հիշեք ամեն ինչի ելքը կա Եթե Հիսուսեն 4 օրվա Ղազարոսին մեռելին վերակենդանացրեց ուրեմն նշանակում է ելքը կա Ինչն է սրան ամենառաջին որ ասեմ պապան իրա վերաբերմունքը փոխի բայց կասկածում եմ Տես համ ասում եմ, համ կասկածում եմ։ Այս երեխային հարկավոր է ազատ թողնել ու իր այդ հաշվի նստել եւ ասել, որ դու ճիշտ ես, դու կարող ես։ Դե հիմա papan էլ է տենց է ոչինչ տղա ջան, ինքն էլ երևի լավ մանկություն չի տեսել, էտել երևի իր պապուցա մի քիչ sense հեքիաթ մոգոնեք։ Ինչ որ մի բան ասեք, որ ինքը փոխվի։ Ինքը կլսի, որտեվ լսող է, ինքը իմիջալուց ականջով երեխա է, իմացեք։ Բայց հենց հերն եկավ, հələ արդեն գիտի հոր ժամը, պետք է ինքը արդեն լարված է։ Այս մեկ, մյուս հետո ալերգիկ բաներ էլ որ մաշկին վերաբերվող, մաշկն էլ է իր մոտ լավ չի այդքան։ Իրան ջուրը հարկավոր, այսինքն լողավազան, իրան հարկավոր է արվեստ, արհեստ, որևիցե բան, երաժշտություն վատ չի, իր մոտ եւ նաեւ նկարելը վատ չի։ Արհեստի առումով Այսինքն կարակտակ էլի, կարակտակ, որ ինքը տենց բաներով սպաղվի ու հիմա տարիքում կներեք տիկին վիշա խոհարարության Թող գնա խոհարարություն, որտեղ ձերքն է իր մոտ, բասի չէ արհեստ, արվեստ Արհեստ է այդ խոհարարությունը, արվեստեր կողան նկարում է, քանդակում է, ինչ-որ մի բան անում է, երգում է, պարում է, բայց դա էլ կա ու մեծահասակներ այդ, ինքը որ գնում է այդ խմբակների մեջ, այդ ուսման տեղ, իրան լավ է զգում Իրան ընդ լավ է զգում ու մեծահասակներ այդ պետք է շփվի եւ իրանց հետ էլ աշխատի Հիմա մի բան էլ էստեղ կա Եթե շատ այս տեսակ կեսերով է դուք ծնողից է գալ ուրիշ ոչ մի բան այստեղ ոչ մի բան չկա ծնողն է զուտ ծնողն է Այս տղայի մոտ պայծառատեսության շնորհ կա Երեխու Թորանը ինքը տեսնում է բաներ, որը բոլորը չեն տեսնում Հետո ինքը կույս է, կույսի մասին շատ եմ ասել, եթե լսել եք իհարկե, որ լսել եմ, ուղղակի ես չգիտեի Ֆիլտրացիա է, մակրող է, սինտեզ է Ինքը ծնվել է այդ ընտանիքում իր հորական ընտանիքի նեգատիվը, բացասական էներգիան մաքրի, որ դա ոչ ոք չի տեսնում, բացի իրենից Դրա համար էլ իր սնունդը պետք է լինի անպայման բնական բաներ, կծու թթուներ իրան այդքան չի կարելի Այս մեկ Հետո իր մարսը, մարս մոլորակը շատ ուժեղ է, գտնվում է կարիճում, սա արդեն իր ուժն է, իր մոգական էներգիան է։ Այս տղան տարօրինակ տղա է։ Աստղիկ, ինչ է իմ ասածի հիմնական։ Ուզում ես ինքդ խոսի, կամ եթե կուզենաք ես եթերը դրեք թող այդ մարդը լսի։ Այդ խոհարարությունը լավ է, ու ինքը գիտեք ինչին պետք է ավելի տեղ տա ազգային կերակուրներին։ Ավելի շատ դրա վրա ինքը հիմնվելի, որ դրանք լինի մեր հայկական ազգային, կողա գնա ղազախական ռեստորանում աշխատի, ազգային է պետք է լինի հինը։ Որպես երեխա թեքում ազգայինն է, հետո չեմ կարա ասեմ։ Այդ լավ է, այդ է իրան ավելի ճիշտ խորհուրդ տրվում։ Հիմա խոհարաններ շատ կան, մեկը հաց թուղ է լինում, մեկը պոնչիկա թխում, նայած, էլի ալուրի հետ է։ Իսկ իրան դա է տալիս։ Ու Այն որ ասեցի աղիներս, դուք էլ տվեք անալիզ արեք, այդ անպայման, որտեղ մի գիշերը լավ չի քնում։ Вообще լավ չի քնում, դեպի վիշան, թարապես լավ չի քնում։ Դե նյարդային է, հանգիստ չի։ Շատ, վերաթռնում, սաղգիշեր, մի վայրիկյան ինքը չի կարա, հանգիստ սարքի, քնածա, բայց Աստղիկ ջան, այդ հեռախոսը բոլոր այս սերունդին փչացնում է 3 տարեկանից սկսած, մեծերի մոտ էլ է կախվածություն է, նարկոտիկի նման մի բան է, որը շատ ազդում է մարդու ուղեղի վրա Դրա համար ինքը պետք է զբաղմունք, իրան մի բան, թող գնա դասերի շատ գնա, ինչ-որ մի բանով պարապ, ինչը որ ինքը շախմատի էր գնում, թողեցին, չգիտեմ ինչի թողեցին Ով թողեց
Իրան երեխին չթողեցին շարունակի։ Ինչի։ Ասենք հաջողությունների չէր հասնում, հիասթափվեցին, թողեցին։ Հաջողությունից տամպաման չեմպիոն լիներ։ Չգիտեմ, ես էլ եմ դեմ, Այ բայց քեզ բան։ հա։ Մեկ էլ մի հարց կարող եմ տասնիկին լուսա։ Դուր ես ուղղակի մտածում եմ ոնց կարելի է։ Ինչի Հա, բոլորը լսում եմ։ պետք է ով որ գնում է երկի բարի պետք է բոլորը բեմ դուրս կան Գորգասպարյան դառնան, էդ ինչ Հա։ մտածելակերպ է։ Սխալ մտածելակերպ է գնում, հաջողության չկա, որ գնում է, ասենք, ունենում էր կարգեր էր վերցնում, բայց բարձրունքների չէ, ասենք, բա այդքանը քիչ է, բավայ հել դուրս։ Իսկ ինչն է իր մոտ լավ որ ինքը սիրում է ուզում է գնա։ Բայց ասեցի խոհարարություն է ինքը սիրում, ուզում Թող գնա սովոր իր մոտ այդ խոհարարությունը ասեցի, բայց ազգային է։ Ահա։ Ու մեծահասակների հետ մեծահասակների հետ պետք է աշխատի, դա է իրան խորհուրդ տրվում։ Ես մի բան ասեմ իր բնավորությունը, ինքը լուր տղա է, ընդհանրապես սերուցան, այդ վախերը մի կողմ թողնենք։ Ինքը լուր է, ինքը լուր հավաքում, ինքը լսում է բոլորիդ, ինքը լսում է, իր լսողությունը շատ լավ, ականջները լավ սուր է։ Բոլորից ինքը ինֆորմացիաներ հավաքում է, ու մի գեղեցիկ օր կարող է իր հորը մի հատ տնից պատասխան տա։ Հայավարի ասեմ շփացնի, որ կզարմանա ու կարող է հանկարծ հերը վրան ձեռք բարձրացնի։ Եթե հանկարծ նման բան արեց, իր տղան իրան չի ներելու։ Չի ներելու, այն էլ այս տարիքին, որ իր մոտ սեքսուալ հասունացում է գնում։ Ինքը հիմա նյարդային է, բորբոքված է շատ։ Ուզում եք ոչ մի բան մի արեք, իրան հանգիստ թողեք, ֆիզիոլոգիա է, բնություն ինքն իրան անում է։ Դրա համար թողեք ինքը հանգիստ, իրան մի ճնշեք։ Բայց այդ հեռախոսը բացատրեք, որ ասա, որ սեռական վախացրու։ Չենք վախացնում, ճիշտ ենք ասում։ Ասա սեռականների վրա ազդում, շնչուղիների վրա ազդում, կուզիկ կլինի, ուղեղը բթանում է, չի կարա ինք աղջիկներդ խոսի, որտեղ մտածել է կորում է, ինչ կարաս իրան պատմի, որ այդ հեռախոսը թողնի։ Պատմում ենք, էդի սաղ ասում ենք հատկապես ես, իր մաման։ Բայց մի բան է, որ շատ են կրկնում, ինքը չի լսի, մի անգամ պետք է ասի։ Հա, էդա դա համար եմ ասում, տիկինս անդադ կրկնում ենք, ոնց որ այն տպավորությունն է, որ ասի, բա որ ասում եք քիչ ելնում, սենց։ Ու նորից շարունակի։ Ինչ է ինքը, դե եթե մտնում է հեռախոս, թող խոհարարական բաներ սովորի, ոնց են արի հին երկրներում, հենց տեկուս Անգլիայում ինչպես են արի։ Այդա խորհուրդ կտամ։ Հա, ասա գոնե տենց բաներ, բայց այս խաղեր, մաղեր, որ ականջի մեջ կտկտում անընդհատ, ախր շատ հիմարություններ կա, այս մատ լուրջ բան չեմ տեսնում, է։ Շատ հիմնականում շատ ենք։ Ու անառակություններ է շատ։ Հիմնականում ինքը կախվածություն ունի կներեք տիկինուսա բանակում սերիալից, անընդհատ կրկնում, անայում, նույն բանը, նույն սերիան կարա մի անգամ նայի։ Որովհետև հետաքրքրություն չկա։ Բոլորի մոտ է տեսակ ծնողներն երեխեքով չեն զբաղվում։ Ճիշտ չեն դաստիարակում։ Մաման պետք է մի ընտանիքում, որտեղ ծնվում է աղջիկ, այդ երեխուն պետք է դաստիարակի որպես ծնող։ Որտեղ սաղն մաման լինում են։ Պետք է ծնող, իսկ պապան պետք է իրան իմաստուն խորհուրդներ տա, եւ տղա երեխան պետք է միշտ վստահ լինի, որ ես թիկունք ունեմ, այդ իմ հերն է։ Այդ իմ հերն է, այնքան պետք է վստահ լինի։ Ես մի հաղորդման մեջ ասել եմ, հիմա նորից ասում եմ, որ երեխան պապան, որ իր երեխուն թռցնում է վերև ու բռնում է երեխային կչկչում հրռում է, դա երեխու վստահությունն է դեպի հայրը։ Հիմա ինչքանով քո ձեր թորը իր հորը պետք է վստահի, որ իրան անդադ նսեմացնում է։ Դու չես կարա, դու չգիտես, չի կարելի տենց։ Ընդհակառակը պետք է ասի գիտես, կարաս։ Թող գնա իր արհեստով զբաղվի, ֆուրշետներ էլ ինքը կարա անի, այստեղ բաց ցույց է տալիս իր վեները, որ իր եթե ասում սա էլ չլիներ, ես ինչ է, որ հիմա հուզողած ես համարվում, իր մոտ ցույց է տալիս, որ իր անձնականն էլ կարող է այդքան լավ չդասավորի, որտեղ խնդիրը հայրական օջախից է, որտեղ կա արգելքներ ու խոչընդոտներ, իր մտածելն է կորում։ Յուպիտերն էլ երկվորյակում
Անդադ ինքը չգիտի, ճիշտ է մտածում, թե սխալ է մտածում։ Այ, Ու իրան է տված է ինֆորմացիա, ինքը անդադ պետք է ինֆորմացված լինի։ Տեխնոլոգիաներով թող ինֆորմացվի։ Ծայրահեղությունները, խնդրեմ, կոշիկները, ճիշտ կոշիկ հագնի, այդքան տեղերին չտակ, բայց չմոռանաք, որ աղիները միած ստուգում մարվի։ Այդպես, էլ ինչ ասեմ ձեզ, ասեք։ Մենք մի հատ տատա իրավական համակարգում ենք մեր խնդիր ունենք հողատարածքի լույսա։ Ես ու երկրորդ անգամ դուք էլ եք այդ փորձությունների միջով ասել հավատը կորել, բայց կխնդրեմ մի հատ Ինչի համար է դա։ Մեր սեփական հողատարածքն Հա, տարածքի հետ կապված է։ Հիմա մի բան ասեմ։ Այս քաղաքական չի, Աստղիկ ջան, որտեվ ես էլ եմ այդ խնդրի մեջ, գիտեմ։ Բոլորդ գիտեք, աշխարհը գիտի, ես չեմ էլ թաքցնում։ Ես դրա համար ասի, դուք էլ եք այդ Այս դատա իրավական համակարգը հարկադիր այդ մեկտեղ քննիչներ այդ մեկտեղ պիտի վառեն ու թափեն բոլորին։ Քանի մի դատա իրավական համակարգը քոքից չի մաքրվել, այդ ձեր բոլոր տված հարցերը չի լինի։ Ես այսօր գալիս եմ ճանապարհին մտածում եմ, ասում եմ, լավ, այս մեր դատավորները ինչ որ մեկին արդար ձևով ազատել են, որ ինքը իրոք արդար է, իրոք ինքը մեղավոր չէ։ Արդարը նստած է, անարդարը դրսում է։ Այդ պետք է լրիվ մաքրվի։ Հիմա շատ հարցեր, իհարկե աստրոլոգիայով եմ ասում, ընտրություններից հետո կփոխվի։ Ու դեպի դրականը, բայց երկար է տևելու, դեռ 2-3 տարի կա դա։ Չեղավ, այսօր ընտրվեց, վաղը փոխվեց, չէ։ Բնական է, հասկանալի է։ Հա, ես ինքս եմ ամենասկզբից եմ ասել, ամեն արդեն քանի տարի ասում եմ, 18 թվից այս կողմ ասում եմ, որ սահմանադրությունը պետք է փոխվի դատա իրավական համակարգի համար, հենց այդ դրանք, որ արդար լինի, այն մեղավորը լինի։ Ու քոքից, որտեվ այնքան սովորա մեր ժողովուրդը կաշառակերության։ Ու բոլորի վրա հիմա ազդելու է, մինչև հոկտեմբեր շատ է իրար հետև գնալու, սխալները իրանց, որտեվ հիմա Սև լուսինը աղեղնավորում է, որ հենց դատա իրավական համակարգն է, քննիչներ, փաստաբաններ, դատավորներ ու դատախազություն։ Այդ բոլորը բացահայտվում է ու իրանց մեղավորություններն է երևալու, իրանց մեղավորությունները ու ամենից սարսափելին երկնային պատիժներն է։ Մի բան լավ թող ժողովուրդի մը ոչ մահն է պատիժ, ոչ բանտն է պատիժ, դրանք երկուսն էլ փրկություն է։ Մարդը այս աշխարհից գնաց փրկվեց այս այլասերվածությունից, անարդարությունից։ Մարդը գնում է բանտ, այնտեղ լավ էլ իր համար ապրում է։ Կանոններն է, ով որ ես ապրում է ֆիզիկական աշխարհում ինքն է տանջվում։ Հա, ես երևին հասկանում եմ։ Դա Աստված, որ ձեր ուղղակի դուք պետքա գտնեք գրագետ, անվախ, խիզախ, փաստաբան։ Բայց ոչ փող վերցնող, իրան ֆետիշացնող փաստաբան։ Բոլորն էլ խաբում են, որտեղ ես իրանց տոժվածն եմ։ Ես իրենց տոժվածն եմ։ Ես համարցակ մարդ եմ, որտև ես եմ տուժվել, ես եմ տանջվել։ Հիմա ամփոփեմ արագ երեխային անալիզները տվեք, իրա պապային էլ մի ձևի դու բացատրի որպես մեծ կին, որ ինքը մի քիչ երեխուն հարգի գնահատի, սա ասելով բոլորին եմ ասում ու այն տարիքին, որը որ քո թոռը գտնվում է։ Դու ասա վաղը մի սոտ երեխան բանակ է գնալու, դու մտածի այդ երեխու մոտ ոնց է լինելու, այդքան չի, եթե քեզ ասա նույն ձևի հետ դվարվեն դուրդ կգա, այ տղա ջան։ Մեկն էլ լինի իրան մի բան ասի, ով ասեց, որ ինքը անպայման տան թագավորն է։ Այդպես բան չկա։ Մի տան մեջ թագավոր թագուի իրանց երեխեքով։ Բայց պետք չի գլուխը անդադ բարձրացնի, որ ինքը ճիշտ է ու կոպտություն անի, չնայած դա մեր հայ տղեկն է։ Մենք մեր սարեցի ենք, տենց ենք։ Բայց մի քիչ խոնարհ լինեն իրար հետ զրուցեն ու երեխուն հաշվին նստեն։ Տեսեք կամած ինքը կփոխվի։ Ոչ մի գրբացի չդիմեք, ոչ մի տարի, եթե շատ եք ուզում, աստղիկ, ես շատ դրան տեղ եմ տալի իմիջալուց, մոմ թափելուն ավելի տեղ եմ տալի, քան գրբացը մի հատ ֆշֆշ անի։
Չէ, ֆշֆշներին չենք դիմել, մի հատ հոգեբանի են տարել, մի 2 ամսով վերջ։ Ուրիշ ոչ մի բան չենք արել։ Հա լավ, հոգեբանի մոտ էլ տարեք։ Հա։ Բայց մի հատ տարեք թող մոտ թափեն իրա վրա, բայց եզդիների մոտ մի տարեք, հայերի մոտ տարեք։ Որտե մոտ թափելը հնուց մեր պապենական եկել է, արջի չեն թափել, մոմ են թափել, դա վատ բան չի, դա կախարդություն չի, դա սատանայություն չի։ Մայրական տատիկս էլ է թափել, հիմա չկա ես։ Դա բացասականը մաքրել է, աստղիկ։ Այդ մոտ թափելը բացասական դաշտը մաքրում է։ Մարդիկ 2 անգամ գնացել են մոմենտապ երեխու լեզուն բացվել է, չեր խոսում, կակազում էր, չի հղիացել, մոմենտապել հղիացել է, ամուսիներով վիճել է, մոմատապել լավացել է, մերկուրեկա, ես ինքս գիտեմ այդ ամեն ինչը, քան են կախարները ինչ-որ ֆշֆշներ են անում, անգրագետ, այդպես, վերջացրեցինք։ Շատ շնորհակալ եմ տիկին։ Խնդրեմ, տեսնեմ ինչքան ուր լեիմ Հիշեք, որ ես կախարդական փայտիկ չունեմ, ես ոչինչ չեմ անում, ես մենակ ասում եմ։ Ես ձեզ ուղղակի վստահում եմ տիկինիսիա ու հարգում եմ։ Կանեք կշահեք, չեք անի։ Փորձում եմ հնարավորինս օգտվել ձեր տված խորհուրդներից։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ եմ, օրհնված ապրեք։ Շատ շնորհակալ ձեզ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Սայլ վերջացրեցինք, շատ հարգելի կին է տատիկը, մեր աստղիկ տատիկը, երեխեքի թորան մասին անհանգստանում է, ճիշտ է ասում, թե մեծերը իմաստություն են, ամեն տարիների փորձը իմաստություն է, ու դեմքի կնճիրներն էլ է իմաստություն, ահար այս աշխարհում ամեն ինչ իմաստուն է, ամեն այն փոքր բաժակը ոնց ես դրել ինքը իմաստուն է, Հենց սա է գիտելիքը, որ ես ասում մակուլտիստ ուսումնասիրեք, աչքերդ լավ բացարեք, իրար լավ տեսեք, բնությունը լավ տեսեք, բոլորս մի գլուխ ունենք, մի քիթ, քթանցք, 2 աչք, ոչ մեկենս 4 հատ, 10 հատ, 20 հատ չի, ինչ ունենք մենք իրար տալու կիսելու, որ մենք իրար չենք հասկանում, չի որ դիմացինը ես տեսնում եմ դիմացին իմ գաղափարի չափով, այդքանով էլ տեսնում եմ, այդքանով էլ ստանում եմ, Հետո խոսում ենք հայրենասիրություն, հետո խոսում ենք թուրք, մենք թուրք չենք, մենք հայ ենք, այն հայը, ով կողքինին թուրք է անվանում, ինքը ավելի վատն է, որտև ինքը թուրք է ուզում տեսնի, շատ եք սիրում թուրքերին, գնացեք այդտեղ, գնացեք Ղարաբաղում այդ որ հողերը տենց ազատ է, գնացեք ապրեք, ասեք ես չեմ սիրում հայերին, հանձնվում եմ, գալիս եմ ձեր երկիր, առոք փառոք ապրեմ, Գնացեք, ու մեր հետ գործ չունեք, ես լուրջ բան եմ ասում, որտեղ դուք չեք սիրում Հայաստանը, դուք հային չեք սիրում, մեր հայ տոլման չեք սիրում, մեր հայ ոչ մի բանը Հայաստանի դուք չեք սիրում, ինչ արվեց վատը տեսակ, կամ էդ ինչ հիմարություն եք դուստվես մանկապարտեզները սարքում է, որ թուրքերին բերի Այդտեղ ինչի համար թուրքերն եկել մտել են տունը, չկա տենց բան, ոչ մեկի տունը թուրք չի մտել, եթե այդ կինը տենց գոռում մտել են, թող գնա թուրքի, եթե շատ է ուզում, թող ինքը գնա։ Հիմա ես մի բան առակ եմ ասում, ես ասել եմ մի հրեանգեր ունեմ, Կիրուլյան, որին իմ տարիքի համար բավականին գրագետ զարգացած կին է, եւ իմ համար ազգությունը բացարձակ նշանակություն չունի, եւ արվեստի մեջ էլ Ինձ համար խելացի մարդը նշանակություն ունի, մտածող մարդը։ Ինչ ազգից ուզում անեն, եթե մարդը մտածող է, ինքը ռեալ շոշափել են իրականը տեսնող է, ես նրան եմ ընդունում։ Ու ես միշտ իրան լսում եմ ու ես կապ ունեմ իր հետ։ Տեսեք ինչ է ասել, որ ինձ մտածել տվեց իմիջալուց։ Իր հերթական խոսքի մեջ մտածելու առիթ տվեց ու սա բոլորին, նրան էլ են ահագին պախարակում, այնքան գրքեր ա գրել, այնքան առակների բացատրու, այնքան գրագետ կինա, որ բավականին, ամբողջ աշխարհը ման ա եկել, հրաշալի պատմություն գիտի, մեր պատմությունն էլ գիտի, բայց էլ իրան քննադատում են, և ինչ ասում, ով որ ինձ քննադատում ասում է, շնորհակալ եմ քեզանից, որ դու ինձ նայում ես, բայց ես հիմա
ճակատներին շփացնող եմ, ասել եմ, քանի Սատուրնը ովենում է, ես ճակատին շփացնել եմ, ով որ ինձ ինչ-որ մի բան կասի։ Թող վիրավորվեն, բացարձակ դա ինձ չի հետաքրքրում։ Ու այն սուտի փուտի ճակերտավոր ինտելիգենցիանը թող ինձ չասի, դե լույսա, քեզ չի սազում, ես գիտեմ ինձ ինչա սազում։ Ինչ չի սազել, որ կարան մեր քննիչ, դատավոր, չգիտեմ, այնտեղ սրիկաններ ինձ խափեն ու ես իրանց իմ ինտելիգենտությունը ցույց տամ, իրանց երեսներին բան չասեմ, հավատալով, վստահելով, որ կա օրենք, որ իրանք էլ մարդ են։ Ոչ։ Ով ում ուրիշինը թալանում է, ինքը մարդ չի։ Եվ այն մարդիկ, ովքեր այդ հայ կոչեցյալները սուտ հայրենասերները, որ իմ վշտի վրա իրան կարան ուրախանան ու վատ բաներ ասել, թող եռակի կրկնակի այդ հարվածի մեջ ընկնեն, ինչը որ ես եմ տարել։ Լավ եմ անում, որ ասում եմ, եւ ճիշտ եմ անում։ Ով իմ վշտի վրա ուրախանում է եւ ասում է, լավ արի, թող ինքը կրկնակի այդ օրին ընկնի։ Սրանով ես դա կփակեմ։ Ինչ ասում Կիրիլլան։ Ինչու պետք է ծերությունը հարգես։ Լավ մտածեք, սա հրայ է ասում, որ Ադրբեջանի ծնունդ է իմիջալոց։ Ծերությունը խղճալ է հարկավոր, ինչ գիտեք, այդ մարդը երիտասարդ տարիներին ինչ է արել, ինչպես է ապրել, ինչ լավություն արել, տեսեք ինչքան խորն է գնում։ Ինչի ես պետքա ծերին հարգեմ, քանի որ ինքը մեծ է, ծեր է, իմաստուն է, հազիվ է քայլում, ինչի ես իրան պետք է հարգեմ։ Ես ինչ գիտեմ, ինքը երիտասարդ տարիներին ինչ է արել։ Ու ինչի համար են, չեմ էլ ուզում ծնող ասեմ, ծերանոցներ տանում։ Գնացեք կտե տեսեք ընդ բարի մարդիկ կան, իրանք մեծանում են նոր են զգում։ Ծերությունը խղճալ է հարկավոր։ Ինչ գիտեք նա երիտասարդ տարիներին ինչ արել, ինչպես է ապրել։ Վատ բաներ արել, թե լավ բան արել։ Մարդկանց ուղեղին այնքան են լցրել այդ սովետի ժամանակ때, այդքան տարիների, այնքան են տվել այդ միտքը եւ ասում է կյանքը չեմ հանդիպել մի ծեր կնոջ, որ լինի իմաստուն։ Նրանք շատերը ունեցել են բարձրագույն կրթություն, այո, այդ է որ ասում սուտ ինտելիգենցիանը։ Եվ եղել են ագահ, խորամանկ, ու ես պետք է հարգեմ, դրանք էլ են շատ կեղտոտ բերաններ բացում, մեր հայերին թուրք են ասում։ Խորամանկ, խարդախ, սնոտիապաշտ, վայ աստված կպատժի չանես, վայ եկեղեցուն մի կպեք, վայ սենց, վայ նենց, մոլագարները։ Բայց եղել են տատիկներ, որոնք կրթություն չեն ունեցել, բայց իմաստուն են եղել, այո, ես շատ եմ այդ տատիների հանդիպել, որ միշտ ուզեցել եմ իրանք խոսեն ու ես լսեմ անդադ, մինչև անգամ գրի է առնում, մենք մի հարևան ունեինք։ Եվ ինչու դուք չեք մտածում, հերիքա շտամպներով ապրեք, այլավ մտածեք, հիմա այս ասածը սա չի նշանակում, որ ինչքան մեծ կա պետք է քացով խփես, ոչ, դու քեզ հարգի, ու այն մարդուն հարգի, այն մարդու խրատը խորհուրդը լսի, որ տեսնում ես ինքը կյանքում ինչ-որ մի բանի հասել է։ Հասել է օլիգարխների մասին չի խոսքս, այսինքն ինք ունի առողջ ընտանիք։ Դաստիարակված երեխաներ եւ խաղաղ սիրով ընտանիք ունի։ Եվ իրանք նոր ապրում են այս արևի տակ։ Եվ հանգստանալ են գնում հանգստանալու ճամփորդության եւ իրանց ընտանիքն էլ է եւ նոր տարուն ընտանիքով են անում որտեղ դա նոր տարվա տոնը ու իրանք չեն անիծում իրանք խաղաղ ապրում է հետներն էլ խոսում ես տենկներից բարությունը ժպիտ է երևում ու չեն անիծում ու չեն նախանձում ու չեն խանդում այսպես այս խոսքերի վրա լավ կմտածեք Աստված բոլորիս հետ